շարունակում ենք մեր եթերը ու մեզ միացել է մեր շատ սիրելի ու հարգելի գործընկերուհին Լիլիթ Ասլանյան, ով միշտ ձեզ հանդես է գալիս հետաքրքիր նորություններով ձեզ համար եւ բնականաբար այդ նորություններին անհամբերությամբ սպասում եք, բայց այսօր նա մեր տաղավարում է։ Բարի առավոտ Լիլիթ։ Բարի լույս։ Շնորհակալություն, որ այսօր մեզ հետ ես առավոտյան։ Մենք քեզ միշտ հեռուստաընկերությունում տեսնում ենք, բայց մեր տաղավարում ոչ շատ հաճախ ու դու միշտ գալիս ես հետաքրքիր նորություններով կրկին։ Այս դեպքում ժամանցային կարծես։ Ժամանցային ես ամենապարտաճանաչ ունկնդիրն եմ ARTN-ի կազմակերպած եւ ստացած բոլոր միջոցառումների, այո։ Երեկվա մասին իհարկե մենք շատ էինք խոսում, որ ապրիլի 9-ին տեղի ունենալու եւ Հայաստանում եւ այստեղ Միացյալ Նահանգներում Զոնտիկ ֆիլմի պրեմիերան, առաջին ցուցադրությունը։ Երևանում էլ տեղի ունեցավ մեծ շուկով, այստեղ էլ տեղի ունեցավ մեծ շուկով ու բազմամարդ դահլիճով AGB Performing Arts Center-ում եւ հիմա Լիլիթ Ասլանյանը ներկա է եղել ֆիլմի ցուցադրությանը, ես ու Էման ներկա կլինենք ապրիլի 15-ին, այսպես բաշխել ենք, որ բոլոր ուրեմն ներկայացումներին էլ ֆիլմի ցուցադրություններին էլ ներկա գտնենք։ Հիմա Լիլիթը կկիսվի իր տեսակետով, իր կարծիքով ֆիլմի մասին։ Լիլիթ ջան, խնդրեմ, մի փոքր կարծես թե տպավորված ես եկել առավոտյան։ Տպավորված եմ, այո, արտավաց, որովհետև սա իմ տեսած վերջին տարիների ընթացքում ամենալուրջ, ամենաուժեղ հայկական ֆիլմն էր։ Այո, ես ֆիլմի այսինքն պրեմիերային եղել եմ իմ տղայի հետ եւ զարմացա, թե նույնիսկ նա կարողացավ այդ ժամուկեսը մեկ շնչով դիտել այդ ֆիլմ։ Ամենաուժեղ ֆիլմերից էր վերջին հայկական, ինձ համար եւ կարծում իսկապես շատ տպավորիչ եմ։ Տպավորիչ էր եւ բոլորս ծանոթ ենք Սոս Ջանիբեկյանի դերասանական տաղանդին, խոսք չկա։ Խոսք չկա, բայց ինձ համար որպես հեռուստադիտող կամ ուղղակի ունկնդիր հետաքրքիր էր եւ բացահայտեցի Մոսոյի կերպարը, որովհետև չէի պատկերացնի նրան այդքան լուրջ դերում, նա մարմնավորում էր ավագ եղբոր կերպարը եւ ներկայացնում էր սովետական հայ տղամարդու այսպես մի դեր էր խաղում ներկայացնում, լավ մարմնավորել իսկապես, թե ինչպես է Ռուսաստան գնում, հետաքրքրվում այնտեղի կյանքով եւ այլն, եւ ինչպես է կարողանում համոզել իր եղբորը, կրտսեր եղբորը Ֆելիքսին, որը ունի ընտանիք, բայց այսպես կարողանում է սոսներ եւ այո, սոսներ եւ ինչպես է կարողանում իր այսպես եղբոր հետևից գնալ, նրան աջակցել։ Այս ֆիլմը ոչ միայն սովետական Հայաստանում եւ ընդհանրապես սովետական միությունում տեղի ունեցած այդ կողոպուտի մասին է, որը այն ժամանակ երևի Հոլիվուդը չգիտեր sense բաների մասին, բայց Հայաստանում տեղի ունեցավ։ Հոլիվուդը քնած էր։ Կենտրոնական բանկը, ես որպես լրագրող շատ եմ եղել Հայաստանում կենտրոնական բանկում ու հիմա էլ երբ բունկերում եմ եղել ու այս ֆիլմը երբ տեսա, sense վտովի վերադարձա Երևան, բայց իհարկե իմ տեսած այլ էր, ինչ որ հիմա ֆիլմում էր, ֆիլմը լրիվ սովետական, այսպես տեսարաններ էին, թե ինչպես էին կարողացել նրանք բնական ձևով հաղորդել էին այդ տրամադրությունը։ Եվ ոչ միայն Երևանի կենտրոնական բանկը, մարզերը, Գյումրին էր, այո, Վանաձոր, Մոսկվա։ Իսկ ամեն ինչ ստացել էին սովետական։ Այո, փաստորեն ես հետաքրքրվել եւ մեքենաներ, եւ շենքերը, եւ իրերը սովետական են, եւ կերպարները։ Շատ մեծ աշխատանք է տարված։ Շատ լուրջ բարդ աշխատանք է։ Բայց ոչ միայն կողոպուտն է, այսինքն այստեղ իհարկե կողոպուտը որպես այսպես երևույթ, որպես այսպես ցնցել էր, հա, ամբողջ Սովետ միությունը, բայց համամարտկային արժեքների մասին էր, ամեն դեպքում ինչքան էլ որ կողոպուտ, ինչքան էլ որ այսպես շահ, ինչքան էլ որ փող, բայց միևնույն ժամանակ զուգահեռ համամարտկային արժեքներն էին ամբողջ ընթացքում ֆիլմի։ Սոս Ջանիբեկյանը մտովի միշտ այս ամեն քայլ անելու շատ ինձ համար sense զուգահեռներ էր տանում եւ ֆիլմը լավ էր այդ առումով նկարահանած, իր մանկություն էր գնում, մտովի իր պապիկին ծանր մանկություն է ունեցել, ասում երկու եղբայրները գնացել էին այդ քայլին, որովհետև ունեցել են բարդ մանկություն եւ կարիք են ունեցել։ Սա արդեն հոգեբանական մի խաղ էր, ոնց որ էկզիստենցիալիզմ էլ լիներ մի պահ, սոսի կարգավիճակը է դերում, էլի sense գոյատևման, պայքարի ազատության մի բան էր, որ փողի շնորհիվ ազատություն, ընտանիքին ապահովի, երեխային համալսարանը ամբողջը մի բացիր Լիլիթ։ Չեմ ասելու, բայց ասեմ, որ համամարտկային արժեքների մասին էր, սիրո, դավաճանության, այո, մատնելու մասին էր, թե ինչպես եղբորը մատնեց։ Լավ, շատ ուժեղ էր, լավ, շատ բան չեմ ասի, բայց հանկարծակի ձևով է պարզվել, որ ուրիշ երևի մատնության մասին։ Ուրիշ բաներ, բայց ամեն դեպքում արժեքների մասին էր, որոնք հավերժ են ու այսօր էլ ակտուալ են։ Իսկ հանդիսատեսի այսպես տպավորությունը կարծիք սովորաբար միշտ
եթե ֆիլմը հաջող է լինում, մարդիկ այսպես սկսում են քննարկել, անընդհատ ֆոյեում կամ դուրս գալուց, ոնց էր։ Չեն նայում, որ ֆիլմը ոչ թե ներկայացում, նաև ոտնկաշ ծափահարում են, Հա, դա չէ լինում Այո։ ֆիլմերում։ Գործընկերներ, ասեմ, որ ֆիլմի ընթացքում այն որ մրճուն ճանջի ձայնել, տզոցել, այսպես ասած, չկար։ Լռություն բոլորը նայում էին։ Հա, շատ սովորաբար ինչ է, հեռախոսի ծնգոց, չգիտեմ, լույս, չկար ոչինչ։ Բոլորը այսպես ուշադիր ուզում էին տեսնել, հետո բայ հետո ինչ էր, որտեղ սոսը այնքան պրոֆեսիոնալ ձևով էր այդ կազմակերպում այդ կողոպուտը, որ բոլորս համար ինչ կլինի հետոներ ու ընկերները նույնպես սպասում էին դրան, այնպես որ այդ առումով ֆիլմը հարթ, շատ լավ։ Արդեն ֆիլմից հետո իհարկե ոտնկայ ծափահարություններ, ոգևորություն, քննարկումներ, որովհետև ներկաներից շատ-շատերը այդ տարիներին ապրել են Հայաստանում, սովետական Հայաստանում Պարոն Ռոբերտը այնտեղ չէր։ Իհարկե այնտեղ էր։ Իր խոսքը չասեց, որովհետև ես վստահ եմ, որ Իհարկե, դե պարոն Ռոբերտը աչքով շատ բան է տեսել։ Պարոն Ռոբերտը, այո, պարոն Ռոբերտը սկզբից մինչև վերջ իհարկե այնտեղ էր, շփվում էր ունկնդիրների հետ, բոլորի հետ կիսվում, այսինքն բոլորը շնորհակալության խոսքեր էին անպայման հայտնում պարոն Ռոբերտին եւ վստահ եմ ես կողքը չէի, բայց վստահ եմ բոլորը խնդրում էին, որ մի քանի անգամ ցուցադրվի այդ ֆիլմը։ Դուք անպայման դիտեք գործընկերներ։ Մենք ապրիլի 15-ին անպայման ներկա ենք գտնել, ովքեր չեն հասցրել տոմսեր ձեռք բերել դե երեկվա համար ապրիլի 15-ին ցուցադրությունը հիմացեք կայսկին եկող 5 շաբթի է ստացվում, չէ։ 4 շաբթի, ներողություն։ Ապրիլի 15-ին տոմսեր կարող եք ձեռք բերել armticket.com կայքի միջոցով, այցելեք այնտեղ, անպայման գնեք ձեր տոմսերը, հետո չասեք, չենք ասել, բայց էլի ցուցադրություններ հուսանք կլինի, իհարկե կախված է ամեն ինչ ապրիլի 15-ից նաև, այնպես որ ձեր տոմսերը շատ արդյոք կլինի հաջորդի թե ոչ։ Արդյոք կլինի հաջորդը թե ոչ։ Ուրիշ ավելացնելու ինչ-որ բան ունես Լիլիթ ջան։ Չէ, միայն խորհուրդ կտամ անպայման դիտեք, որ այնտեղից այսինքն բոլորը կիմանան, ովքեր ես այդ տարիներին չեմ ծնված չեմ եղել, դուք չեք եղել, ինքը բավականին, բայց սա հանճարեղ կողոպուտ է, որի ավարտը փաստորեն կորսված ճակատագրերն են։ Կողոպուտ կորսված ճակատագրեր, կարճ, այսպես կարող են բնութագրել, գնացեք դիտեք։ Բրավո, ես ուրախ եմ, որ դու մեր գործընկերներից էլ չի կարծեմ շատերն են այո, այո։ Հա, իրենք երկուշաբթի էլ կչփորենք նաև Դերենիկի կարծիքները կհասկանանք։ Շնորհակալություն Լիլիթ ջան։ Քեզ լավ օրվա ընթաց։ Բոլորիս էլ հրավիրենք իհարկե ներկա գտնվելու ապրիլի 15-ին կրկին AGB Performing Arts Center-ում Pasadena-ում կանալիք ֆիլմի ցուցադրությանը ապրիլի 15-ին տոմսեր ձեռք բերեք armticket.com կայքում։